Հիմա փոքր ուժերի մասին, այսինքն մենք արդեն տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք, ասենք, հավակնություններ ունեն մասնակցելու։ Այստեղ էլ ես կարծում եմ պետք է, ինչպես ասում են, այդ ֆլաժոկները դրվի, այդ դրոշները դրվի, թե ովքեր ընդդիմությունից մասնակցության դեպքում ինչ ֆունկցիա են կատարում։ Այսինքն պետք է սթափ գնահատել, թե արդյոք այն ուժերը, որոնք բոլորը ուզում են մասնակցեն, իրենք առնվազն գոնե այն շեմը կարող են անցնել, որովհետև հա, եթե որևէ մեկը, ասենք, պետք է 4% հավաքի, հավաքում է 3-8%, դա արդեն փոշիացնում է ձայնը եւ ամենայն հավանականությամբ դա ավելի շուտ ավելի օգուտ կբերի իշխանությանը, որովհետև նորից եմ ասում, իշխանությունը իր ընտրազանգվածին կարողանում է բերել, դա իհարկե չի նշանակում, որ ինքը հաղթում է, բայց ամեն դեպքում, ինչպես դա Գյումրիում եղավ, տեսեք, 36% ստացավ իշխանությունը, ամենաշատը վերցրեց տոկոս, հենց որպես քաղաքական ուժ, բայց դա իրեն չբավարարեց, որովհետև մնացած իրար հետ գումարային առումով կարողացան ձևավորել ընդդիմադիր ուժերից ձևավորված իշխանություն։ Այսինքն այդ փոշիացման վտանգը ամենակարևոր վտանգներից մեկն է, այսինքն այն ուժերը, որոնք միանգամից երևում է, որ ասենք 1%, 0.5%-անոց ուժեր են, որոնք այս ընտրություններում փորձում են մասնակցել զուտ ստատիստիկ կարգավիճակում կամ ինչ-որ սեփական քաղաքական խնդիրներ լուծեն, ես կարծում եմ ի սկզբանե պետք է հայտարարվի, որ այն ուժերը, որոնք փաստացի ընդհանուր խնդիր լուծելու համար չեն, այլ իրենց սեփական խնդիրներ, իրենք փաստացի աշխատում են Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսինքն դրանք նույնպես պետք է կարգվեն որպես սպոյլեր քաղաքական ուժեր, սպոյլեր կուսակցություններ իշխանության համար։ Այսինքն ամեն ինչ պետք է արվի բավականին գուցե կոշտ, բայց արդարացի եւ քաղաքական հաշվարկի վրա հիմնված, այսինքն պետք է փորձել հնարավորինս սահմանափակել անիմաստ մասնակիցների քանակը այս ընտրություններում, որպեսզի վաղ շաբաթի պատմությունը չլինի։ Հիմա Գյումրի ենք ասում, վաղ շաբաթում մենք տեսնում ենք, որ ուժեր շատ մոտենում էին այդ շեմին, բայց ասենք 0.2% չէր երիկում եւ այլն, եւ դա բերեց նրան, որ այնտեղի իշխանական ուժերը իրենք կարողացան այդ փոշիացման շնորհիվ ունենալ, ասենք, 52%, մինչդեռ իրենց հավաքածը չէր երիկում։ Դա զուտ ոչ ճիշտ հաշվարկի, ոչ ճիշտ վարքագծի արդյունք էր, որ ընդդիմության ոչ ճիշտ հաշվարկի արդյունք էր, որ իշխանությունը կարողացավ չհավաքելով սեփական ձայները անցնել եւ ձևավորել միազնյա իշխանություն, օրինակ նույն վաղաշաբաթում։